մշակույթի եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանումը եւ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա, ունի հենց այդ առաքելությունը նպաստել մեր երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը եւ տաղանդի դրսեւորմանը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության, մշակութային կյանքի զարգացմանը, կազմակերպելով Սևանա լճի ափին այս երաժշտական մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործում է նաև Սևան Ստարտափ Սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են։ Մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ են ներկայացրել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, ունենք նաև հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն մինչեւ վերջնական փառատոնը։ Առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա։ Երկրորդ փուլը անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ մինչեւ 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները, կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին եւ իհարկե ձևաչափը մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նաեւ վրանային ճամբար գործի եւ սա կնպաստի, որպեսզի մասնակիցները նախապես ժամանեն ինչպես իրենց փորձերը իրականացնելու, այնպես էլ միմյանց հարաբերություններ ձևավորելու, գուցե նաև նոր գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր քննարկելու։ Բնականաբար ամբողջ տարածքը բաց է լինելու քաղաքացիների համար եւ մենք նախատեսում ենք, որ նաև 30 տաղավարներ կունենանք, որտեղ կներկայացվի մարզի տնտեսվարողների արտադրանքը, սա կնպաստի նաև, որպեսզի փառատոնը ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից նախատեսում ենք, որ ավելի քան 3000 մարդ կայցելի այս փառատոնին եւ դա հնարավորություն կտա նաեւ Սևանա լճի ափին ունենալ ուրեմն նոր իրադարձություն, որը տարածաշրջանի զարգացման համար էլ լավ հարթակ կլինի։ Արդեն նշեցի, որ ամենամյա ենք նախատեսում լինի, վերջնական հաղթողները կընտրվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ ներկա հանդիսականների քվեարկության միջոցով։ Մրցանակային ֆոնդ ունենք, որը կազմում է 10 միլիոն դրամ, գլխավոր մրցանակի առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված եւ բնականաբար արված է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որպեսզի փառատոնը պատշաճ կազմակերպենք։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես քաղաքական ազատությունները եւ ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ եւ դրանց էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում երիտասարդության շրջանում։ Մենք վաղուց արդեն բավական երկար ժամանակ ես իմ մոտ հարց է ծագում, թե ինչու երիտասարդության շրջանում ստեղծագործականության ալիքաձև զարգացում մենք չենք տեսնում, այլ ընդհակառակը իմ կարծիքով տեսանելի չէ ստեղծագործականության զարգացումը եւ մենք տենց քայլ-քայլ ենք եկել այս ճանապարհին։ Սկզբից օրինակ ես ուզում եմ այդ ճամփորդության մասին ձեզ պատմել։ Օրինակ սկզբից երբ որ մենք գնում էինք դպրոցների բացման, տարբեր միջոցառումների եւ այլն, իհարկե այդ պատմությունը գիտեք, ինչպես է, որ մենք որոշեցինք, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը այլևս ձայնագրությամբ չենք օգտագործելու պետական միջոցառումներին, դա ուրիշ պատմություն է, բայց երբ որ այդ թվում դպրոցներում երեխաները սկսում էին կատարել,
նախ ինձ համար ակնհայտ էր, որ դա այդքան էլ մեր դպրոցներում տարածված բան չի երգելը եւ երաժշտության հետ առնչվելը եւ շատ ծանոթ երևույթ չէ, ել չեմ ասում երգչախմբային կատարմամբ։ Հաջորդը, որ ես նկատեցի, որ նույնիսկ այս իրավիճակում հիմնականում, այսինքն ես չես նկատում առաջ 1 2 3 մեկ էլ տերմես բեմին մենակ աղջիկներ են։ Հարցածախում մի րոպե, ինչ են մենակ աղջիկներ։ Հետո եկանք հաջորդ տարբեր փուլերում, երբ որ վարչապետի գաված սպորտային, թենիս, հեծանիվ, այդտեղ հարց առաջացավ, իսկ ինչու մենք երեկոյան չենք հրավիրում աշակերտների, ովքեր կարող են երգել, նվագել եւ այլն եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետո մենք եկանք ավելի այլ եզրակացության, որ հեղինակային երգի փառատոն է պետք կազմակերպել, այդ ամեն ինչը անում ենք, բայց այդ ամեն ինչը կոնկրետ ինձ բերեց այն եզրակացության եւ նաեւ իմ դիտարկումները, օրինակ Հայաստանում ինչի այսօր Հայաստանում երաժշտությունը գոյություն ունի այսպես ասած կոնվենցիոնալ երաժշտություն միայն, պրոֆեսիոնալ։ Մարդ ով որ երգիչ է, ինքը որոշել է զբաղվել ինքը երգիչ է, երգով վաստ։ Իսկ ինչի Հայաստանում ինքնագործ խմբեր չեն ձևավորվում։ Ու իրանց դպրոցում, իրանց միջավայրում, որովհետև մեծագույն խմբերը երաժշտության պատմության ձևավորվել են որպես ինքնագործ խմբեր։ Ինչի Հայաստանում այդ process-ը չկա։ Իհարկե չեմ թաքցնի, այդ հարցը ավելի բան ծագեց իմ մոտ, երբ որ ես ինքս վարչաբենդ այդ անունը բանի համացանցի օգտատերերի բանով մատուցմամբ այդ մեր երաժշտական խմբին կամ փորձին կամ պրոյեկտին այս հարցերի շուրջ մտածել, հետո հասկացա, հետո հիշեցի, որ մենք մի քանի անգամ քննարկել ենք նախագիծ երիտասարդության ոլորտում մեր ռազմավարությունը, այդ նախագծերը ես օրինակ ինձ բան չեն թվացել, համոզիչ չեն թվացել եւ եկանք այն եզրակացության, որ կառավարությունը եթե չկա դա այս ժողովրդավարության ու ազատության պայմաններում մեզ պետքա խթանել դա, դարձնել ինչ որ կենտրոնական պրոյեկտ եւ խթանել, որպեսզի ձևավորվեն խմբեր, մոտիվացիա առաջանա եւ այստեղից է ծագել նաեւ անունն էլ կապված է նրա հետ, որ ի սկզբանե վարչաբենդի շրջանակում ենք բարձում, բայց հետո հասկացանք, որ ինքը գաղափարը այնպիսին է, որ առանց ավելի մեծ գաղափար է պետք, որովհետեւ հակառակ դեպքում կմնա տնայնագործական մակարդակի վրա